Հիմա պատկերացնում եք ժողովուրդ, թե քանի միլիոն դրամներ է Երևանի քաղաքապետարանը ծախսել, այսպես թքած կպցրած գործ են արել։ Ժողովուրդ ջան, ուրեմն 2023 թվականին ես տեսանյութներ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում թքած կպցրած առանց բետոնե հիմքի եզրաքարեր են տեղադրել եւ իմ տեսանյութներում ցույց էի տալի, թե այդ թքած կպցրած եզրաքարերը ոնց եմ ճկույտով քանդում։ Սա իմ ձեռն է, իմ ճկույտ մատը սա, խնդրեմ, նայ։ Եվ դրա արդիվ Տիգրան Ավինյանը իր հարցազրույցներից մեկում ցեմենտ բետոնը չչորացած գնում եզրաքար են այսպես շարժում։ Տվյալ դեպքից արդեն անցել է 2 տարի, այսինքն որ Տիգրան Ավինյանը ասում է դեռ չչորացած թաց գնում քաշում sense փոկում էր, որ Տիգրան Ավինյանն էր անում։ Տիգրան Ավինյան 2 տարի անցել է։ Հիմա ցույց եմ տալի այն քո ասած դեռ չչորացած եզրաքարերի վիճակը։ Սա այդ եզրաքարերն է։ Տեխնոլոգիա։ Որի տակ չկա խիչ, շեբենը չկա, որտեղ քաշի նորմերը չեն պահպանվել, եզրաքարի 10 սանտիմ լայնություն, 20 սանտիմ հաստություն բետոնե հիմքերը չեն պահպանվել, ինչի արդյունքում այս եզրաքարերը քանդվում են եւ սա հենց ակնհայտ կոռուպցիա է, որովհետեւ այս ամենը ուրիշ անվանում չի կարող ունենալ, ժողովուրդ ջան, որովհետեւ այսպես պետքա չլիներ։ Ցեմենտ բետոնը չչորացած գնում եզրաքար են այսպես շարժում։ Ցույց եմ տալի այդ ժամանակվա ընթացքում, այսինքն 2 տարվա ընթացքում քաշի նորմերը չպահպանելու հետևանքով եզրաքարերը ինչ ճակատագրի են արժանացել։ Տեսեք, շուռա եկել, տեսեք, ստե արդեն քանդվել է, որովհետև տակը բետոնե հիմք չկա, Տիգրան Ավինյան, հետո կասես դեռ բետոնը չչորացած գնում քաշում փոկում են։ Այն էլ նկարենք։ Սա ամբողջովին 2023 թվականի տեղադրած եզրաքարեր են։ Տեսեք, արդեն իրանք շեղվել են, ծռվել են, փոկվում են, որովհետև ամուր բետոնե հիմք չկա։ Հիմա պատկերացնում եք ժողովուրդ, թե քանի միլիոն դրամներ է Երևանի քաղաքապետարանը ծախսել եւ փաստաթղթերով նորմալ բետոնի գումար է դուրս գրել, բայց իրականում տեսնում ենք, որ չկա։ Սա արդեն բլել է, էս էլ արդեն բլած վիճակ է, էս էլ յանի բետոնե հիմքն է։ Այսինքն, տեսեք, արդեն սես քանդվում է, քանդվել է, սա էլ արդեն տեսնում եք, քանդված է, սա էլ է քանդված, որ ուզենամ սենց հիմա լեսի պոկեմ, չեմ պոկի, որ շատ չասեն, սաղ ես եմ պոկել։ Այսինքն ակնհայտ է քաշի նորմերը չպահպանելու հետևանքով ժողովուրդ ջան, տարիների ընթացքում, ինչպես որ ես բարձրաձայնում էի, բլելու են ու տենց էլ եղավ, բլվել է ու հիմա ես ժողովուրդ ջան 2 տարի անց ցույց եմ տալի, որ ես ճիշտ տեղին էի խոսում, քննադատում, որ ժամանակների ընթացքում փոկվելու է եւ տեսնում եք, որ փոկվել է։ Կիլոմետրերով ճակերտավոր ասած բարեկարգում են արել, միլիոնավոր դրամներ են լափել ու տեսեք, սա եզրաքարերը արդեն փոկվում է, որովհետև բետոնի հիմքի փողը կերել են։ Հենա։ Որ չեմ ուզում փոկեմ, ցույց տալու համար, հենա, ինչ արդեն փոկված է։ Սա ակնհայտ թալան է։ Հենա, էսը արդեն փոկվել է։ Հենա, նույնն էլ էսա։ Որ շատ ուժ է խփեմ, փոկվելու է։ Այսինքն, որ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները աշխատում էի Աջափնյակ վարչական շրջանի գույքահարկի բաժնում։ Բաբինյան Կամսարը հանեց աշխատանքից։ Իրա քրչափրչական սաստավոր։ Իրան չեն արի, ինքը գնացել է 19 պոլիկլինիկա, գլխավոր, իրա թաշախուստն էլ հետնա տարել, լավ կերավ Աջափնյակը, լավ կերավ։ Մի սանտիմետրանոց ասֆալտով։ Մենակ էդի որ հաշեմ չհաշված են բորդյուրները, որ բոլորը փլվել են, բորդյուրները, որ բոլորը փլվել, բորդյուրները, որ բոլորը փլվել։
քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները իրանց գրպանները բարեկարգել են, ինչի արդյունքում այս բարեկարգումները, որ պետք է ծառայեն երկար տարիներ, չեն ծառայում, այսինքն մի քանի տարի հետո փոխվում են։ Իսկ որ Չախոյանը գնում նկարում այդ ցուցատալի, ասում եմ ժողովուրդ, ստե պիտի բետոնը հիմքը լիներ, տակը շիբին պիտի լիներ, որ ինքը երկար տարիներ ծառայի, Տիգրան Ավինյանը ասում է դեռ բետոնը չչորացած, թափած գնում քաշում պոկում է։ Ցեմենտ բետոնը չչորացած գնում եզրակար են այսպես շարժում։ Ավինյան, հասկանում ես, չէ՞, որ քո կռուտիտները այլևս չեն գործում, որ իբրև թե թաց են, չեն չորացել, որտեղ 2 տարի անցել է, 2 տարվա ընթացքում չորացել է ամբողջովին։ Հիմա ժողովուրդ ջան, նույն հայտարարությունը ստեմ ցույց տալի, թե ոնց են փողերը լափել ու եզրակարերը թքած կպցրած են թողել։ Տեսեք, այսենց տեսեք, բետոնը հիմքը չկա, խիճը չկա, իսկ փաստաթղթերով հաստատ այս ամենի համար գումար են դուրս գրում։ Ուրիշ բացատրություն չունի, այսպես թքած կպցրած գործ են արել։ Ժողովուրդ ջան, սա ակնհայտ կոռուպցիա է, որտեղ նայեք, Տեխնոլոգիա։ սա այսպես պետքա չլիներ։ Տիգրան Ավինյան, չես կարող ասես, որ 2 տարվա ընթացքում այս բորջուրները չեն չորացել, որտեղ ակնհայտ է, որ չորացած է, 2 տարվա ընթացքում մենակ ձեր ջեբերը չեն չորացել։ Տեսեք, չկա, կոռուպցիա է, բետոնը հիմքը չկա, ու այսպես քանդվում բլվում է։ Ցեմենտ բետոնը չչորացած գնում եզրակար են այսպես շարժում։ Սա թաց է, 2 տարվա ընթացքում դեռ այս բետոնը չի չորացել։ Ժորժան, ինչ ասեմ, ասեք կանենք։ Մարդիկ քաղաքը բարեկարգելու փոխարեն իրանց գրպաններն են բարեկարգում։ Հալաբյան փողոց, այս ամբողջ մայթը Հալաբյանի 2 տարի առաջ ասֆալտը քանդեցին ու տեղը տոմետներ շարեցին։ Ու հիմա 2 տարի հետո նայեք արդյունքը։ Ամբողջը քանդվում է, ոտով ցենց է անում, լսե վիճակը։ Ցենց քանդվել է։ Ուրեմն պատճառը գիտեք ինչն է։ Ոնց որ ամեն տեղ նույն բանն է լստեղ, նայեք, ոտով ցենց բրթում ես, գնում է սա բորջուրը։ Պատճառը մի բան է։ Բետոն չկա։ Այս անտեր տոմետի տակ բետոն չկա, բորջուրի տակ բետոն չկա։ Վեն Եղունգով, չգիտեմ ինչով, քան բետոն չկա տակը։ Ուրաքում միակն, չկաքում միակն, գնացել է հեռուներ։ Գնացել է։ Մալ է սաղ քանդվում է։ Այդ ամբողջ փողոցը այս վիճակն է։ Կրկնում եմ, ես ընդամենը 2 տարի առաջը արած գործ է, ամբողջ մայթը քանդվում է։ Այդքան խոսում են առավոտից իրիկու կոռուպցիայի դեմ պայքար, ձեզ թվում է կոռուպցիան տենց պոզով պոչով մեծ կենթանի, հա։ Էս է կոռուպցիան։